Ջրի պես երկար կյանք ունենաս, աղավնի ջան։ Անուշ լինի։ Բարև ձեզ։ Բարև։ Էս ինչ աշիվա։ Էդ լաբորատորիատ բուֆետ են տեղափոխել։ Ոչ, հարգելի Թորոս։ Ես ուղղակի 11-ի B դասարանում դաս ունեմ, որտեղ պետք է կատարենք քիմիական փորձություն, այո, ես պետք է իմ աշակերտների ուղեղը էլ ավելի զարգացնեմ, այո, ես այսօր փորձ եմ ցույց տալու, բայց մինչ այդ ես եկել եմ սուրճ խմեմ, ուժերս վերականգնեմ, զանգը տալու պես ես հայտնվեմ 11-ի B դասարանում, այնպես որ խնդրեմ ինձ սուրճ շաքարով։ Հասկացա։ Ահա։ Տիկին աղուն ինձ մի հատ սև սուրճ։ Բարև ձեզ։ Բարև, ինչպես միշտ Էլեն ջան։ Այո, դարը, իմ այսօրվա տրամադրության պես դարը։ Ինձ շաքարով։ Ներեցեք իհարկե, իսկ կարող եմ իմանալ, թե ինչու ես տխուր և դեմքդ ինչու է այդքան դառը։ Կարևոր չի։ Իսկ ես կարծում եմ, եթե դու հիմա քո խնդիրներով կիսվես ինձ հետ, վստահ եմ քո մոտ ամեն ինչ կանցնի։ Դե փորձիր Նահապետյան Էլեն։ Ֆարադեյ կներես, բայց չեմ ուզում խոսեմ։ Իսկ ինչ ես ուզում։ Ուզում եմ լռության մեջ սուրճս վայելեմ։ Լավ։ Ես հասկացա, թե ինչ պետք է անեմ, որ քո տրամադրությունը բարձրանա, և ես դա կանեմ լռության մեջ։ Հիմա Նահապետյան Էլեն, քեզ սպասվում է անակնկալ մի րոպե։ Հիմա Ֆարադեյ այնպիսի փորձարկում է անելու, որ վստահ եմ քո դեմքի տխրությունը կանցնի և կգա ժպիտը։ Սկսենք։ Աղունիկ, ինչ ունես չունես դարակներումդ հավաքի դուրս են գալի, շուտ արա։ Ինչի այ մարդ ինչ ա եղել։ Փորձ ցույց ա տվել, սավոր իրա փորձարկումները սկսվում է, Նագասակի ա լինում, պայթելու է, շուտ արա։ Մի րոպե հարգելի Թորոս։ Սա քո մտածածը չէ։ Կարող ես հանգիստ մնալ և նայել, վայելել անակնկալը, քո դեմքին էլ ժպիտ կգա իմիջիալյոց։ Աղուն քեզ ասում դուրս արի, շուտ արա։ Այ կրիկ պրծի։ Նայիր Նահապետյան Էլեն։ Տիկին Արևշեցյան, իսկ կլինի մենք էլ մինչև սեպտեմբեր դասի չգանք։ Իհարկե չի լինի։ Ինչի պետք է չգա։ Դե չգիտեմ։ Դրա համար պետք է լուրջ պատճառ լինի։ Իրա միակ լուրջ պատճառը գրավորից թռնելն է Տիկին Արևշեցյան։ 100% ճիշտ ասում։ Գտա։ Ինչ ես գտել Թորոս ջան։ Հասկացել եմ իմ պատճառը որը կլինի։ Ես Ռեբեկայի հանցակիցն եմ ու մինչև սեպտեմբեր դասի չեմ գա։ Շատ լավ։ Ինչպես ցանկանում ես, կարող ես չգալ։ Բայց այդ դեպքում Ռեբեկայի հետ հավասար պետք է իր պատիժը կրես։ Բայց դուք պատիժի մասին բան չէիք ասել։ Այդ դեպքում գնա եւ գրավորիդ պատրաստվիր։ Ո՞վ է միշ։ Յոնա։ Բայց ինքը երբեք այս ժամի չի զանգը գիտի է դասի ենք։ Ես իրանից չի։ Լավ սպասի դուրս կամ խոսեմ էլի։ Կներեք Տիկին Արևշեցյան կարելի է դուրս գալ։ Դուրս արի եթե շտապ է։ Շնորհակալ եմ։ Անգելես։ Հայրս ո բան չի եղել։ Եղել է այ ախպեր, են էդոին եմ բռնե։ Ինչ ես ասում, արա, լավ է։ Հա այն պահին հասա հիվանդանոց, որ ձեռները ոլորը տանում էին։ Մտքովս ինչ ասես, որ չի անցնում ախպեր։ Երտենաց դրան ինչի համար եմ բայց բռնե ախպեր։ Չգիտեմ ինչ պահեր։ Այն Հովեյանի հետ խոսացի, բայց ինձ ոչ մի բան չասեց։ Ոչ մի բան տենց էլ չիմացա։
Բա լավ ոնց կարանք մի բան իմանանք էր։ Այ դրա համար էլ զանգել եմ։ Շախը Հովեյանի հետ մոտիկ է։ Գտի ասա, եթե կարա, հետը խոսա ինչ-որ բան իրան կասի էլի։ Ուզում ես շախից ճշտեմ։ Հա, ուղղակի հեռախոսով չեմ ուզում խոսամ։ Այս կարևոր թեմա է։ Հա, այդպես խնդիր չկա, դու ասա ինչա պետք ախպեր։ Եթե պետքա գնամ, մի հատ շախի հետ զրուցեմ, ինչ գիտենք, պատմեմ իրան, տենամ ինչ կասի։ Հա, միշ ջան։ Ասա, եթե կարա ինչ-որ բան իմանա, որովհետև ահավոր անհանգիստ եմ։ Հա, այդպես բացարձակ խնդիր չկա։ Բա կարող է այսօր այս կողմեր վրա երևաց տենանք։ Լավ, ընկերս, ուրեմն հետո կտենանք։ Ես ինչ արեցիր, արա։ Ես ինչ արեցիր, բաց անելու բաներ այ ախմախի մեկը։ Քերի Թորոս, ես ընդամենը ուզում էի Էլենին ժպիտ պարգևեի, բայց Ես գնացի։ ես հրաշագործ եմ, Քերի Թորոս։ Ինչ ես։ Հրաշագործ։ Տեսեք, իմ փորձարկումից հետո Էլենան հետացավ։ Երևի հիմա երկնքում է, դիեզերքում եւ հաշվում է աստղերը։ Ես քեզ սպանելու եմ, Ֆարադե։ Էլեն, դու ինձ լսում ես։ Էլեն, քեզ այդ ամեն ինչ կարքին է։ Մուրեյր, հա իմ վրա պահե։ Թե իչա միամիտ մեքենայի տակ էի գցելու։ Որոշել ես մահափորձ անես վրաս։ Ես ոչ, ինչ ես խոսում, ես միտում չեմ ունեցել, ես նախապես ոչ մի բան չեմ պլանավորել, ես ընդամենը ուզում էի քեզ ուրախացնել այդքան բան, ազնիվ խոսք եմ ասում, բայց դե չստացվեց, ոչինչ։ Ես քեզ չեմ հավատում։ Ես արդեն մտածում էի, որ դու բարի ու կամեցող մարդ ես, բայց արի ուտես, որ այդպես չի։ Ես քեզ ուղղակի ուզում եմ սպանեմ, հասկանում ես։ Շատ էլ ճիշտ կանես այդ փորձանքին մեկը։ Բա ես հիմա ինչ անեմ, որ մեղքերս քավեմ։ Ինչ պետք է անես։ Մի հատ խոնավ հիմա կտոր պետք է վերցնես, այս շուրջ բոլոր կեղտոտածը մաքրես ու ձեռքի հետ էլ մտածես, թե ինչ անես, որ մեղքերդ քավես այդ աղջիկա առաջ։ Ես մի հատ բարձրանամ ուսուշանոց, տանեմ իրերը դնեմ իր տեղ ու գամ, լավ։ Ոյ ոխիղջ։ Ես քո հետ եմ անցել։ Իրականում ես էլ Էրիկն էլ գիտենք, տեսակ զգում ենք, որ այդ հետո իտակ մի բան կա, բայց այս պատմության մանրամասները ճիշտ ասած չգիտեմ։ Լավ, Միքայել ջան, դու գնա դասի, ես մի հատ Հովեյանի հետ կխոսեմ, կփորձեմ ինչ-որ բան պարզեմ։ Շատ լավ, իսկ կարող եմ մի բան խնդրել։ Հնարավոր է, թե մի բան ճշտեք, մեզ էլ ասեք։ Հա, դու հիմա գնա դասից մի բացակայ կխոսենք։ Շատ լավ։ Լավ։ Դե Էդուարդ, հիմա ժամանակն է, որ ամեն ինչ պատմես։ Ինչ պատմեմ, պատմելու բան էլ չունեմ։ Ինչի համար էիր Սաֆարյանի հիվանդասենյակում հայտնվել, եթե պատմելու բան չունես։ Եկել է իմ նախկին շեֆին տեսակցության։ Կարծեմ ինչ-որ կոդեր չկա, չէ, հիվանդանոց մտնել ելնելու համար։ Չէ, մարդուն տեսակցելը հանցանք չի, իսկ այ բժշկական խալաթով ներարկիչը ձեռքը մտնել հիվանդասենյակ, իմիջիալոց, ինչքան գիտեմ դու բժիշկ չես, չէ։ Տենց էր հարմար։ Լսի, դու չես հասկանում, որ թակարդն ես ընկել։ Հասկանում ես, որ մեր մասնագետները հիմա պարզում են այդ ներարկիչի պարունակությունը։ Ես ոչ մի բան էլ չեմ արել։ Ներարկիչ ընդամենը ձեռքս էր, այդքան բան։
Դու պատրաստում ես այդ ներարկիչի պարունակությունը ներարկել Կարոյին, որովհետև գիտեիր, ասել էին քեզ, որ արդեն քննիչներ են մտնում Կարոյի մոտ դուրս գալիս։ Հա, հետո ինչ։ Էն, որ եթե Կարոյի մոտ քննիչներ են մտնում դուրս գալիս, նշանակում է Կարոն ուշքի է եկել ու ամեն ինչ պատմելու է։ Կարոն գիտակցության է եկել։ Չէ, հաստատ չէ։ Ես երբ որ մտել եմ ներս, ինքը սարքերին միացրած էր։ Կարոն ուշքի է եկել քննիչ։ Արի անկեղծորեն, խոստովանի, թե ինչ ես արել ու ինչ էր պատրաստվում անել։ Էդուարդ, այդ հիմա քո միակ փրկությունն է։ Տիկին Արևշիցեն քայլած լավ զրուցում ենք, առաջարկում եմ նաև քննարկենք, որտեղ ենք անցկացնելու տարեվերջյան քեֆը։ Ալոդես չոփ, լավ էլ թեմա բացեցիր։ Գիտես։ Չոփ ջան, իսկ նույն դու գիտես որտեղ ենք անելու քեֆը։ Ջորջան, չգիտեմ, եթե դու գիտես, դու ասա։ Եկեք քաղաքից դուրս տուն վերցնենք լողավազանով, գնանք այնտեղ քեֆ անենք։ Ինչի մագա ջան, մեր տունը ինչ վատ է։ Ով ասեց որ վատն է Ջորջ ջան, շատ էլ լավն է։ Ինչ նորմալ է, Միշ։ Հա, համարս հանգիստ է։ Բա ինչ էր ասում նրան։ Ինչ-որ ասում են Էդուին են բռնել։ Ինչի համար, կարող է կռիվ են արել Էրոնուդը։ Չէ, հանգիստ եմ արս, այս պահ չկա։ Բա այդ դեպքում ինչի համար են բռնել։ Նայ ոնց որ Էրոն գնում է հիվանդանոց, հենց այն պահին, երբ որ այդ Էդուին կալանավորած ընտելից դուրս են հանում։ Մոտենում այդ քննիչին Հովեյանին, ինչ-որ հարց ու փորձ անում, ոչ մի կոնկրետ պատասխան չի տալիս, այնպես որ չգիտենք ինչի համար են բռնել։ Այ քեզ բան, տեսնես ինչ ա արել։ Միքայել, Մարի։ Գուցե դուք ավելի լավ առաջարկ ունեք, քան Ջորջինն է։ Ճիշտ ասած, ես ստեղ չէի, չեմ էլ լսել էլի Ջորջի առաջարկը, ինչ առաջարկ։ Ջորջին առաջարկում է խնջույքն իրենց տանը կազմակերպել։ Շատ լավ բան է առաջարկում, ապրես Ջորջ ջան։ Ոնց հասկանում եմ, Ջորջենստանն ենք անելու մեր քեֆը։ Ջորջենստանը 1, Ջորջենստանը 2, Ջորջենստանը 3 վաճառված է։ Այդ օրը 11-ի այդ գժուկները անցկացնելու են մի հիանալի օր Ջորջենստանը։ Մնում է հասկանանք ինչքան գումար ենք հավաքում, որ սնունդը հանկարծ քչություն չանի։ Այդ մասին հետո կխոսանք, Չոփ, դու հանգիստ եղեք, ես սոված հաստատ չենք թողի։ Իսկ Կատրին տատիկը դեմ չի լինի, Ջորջ։ Չէ մագա ջան, ինչի պիտի դեմ լինի։ Գիտես ինչքան կուրախանա։ Հա, հաստատ։ Ինքը միշտ ուրախանում է, որ մենք գնում ենք իրենց տուն։ Դե ուրեմն այսօր մոտ սիրուն ցուցակ կկազմենք, վաղվանից եք սկսենք պատրաստվել։ Անտիր, մի վարքյա։ Բա երկիչ չենք ունենալու։ Ինչ երկիչ կանչել է Չոփ ջան, մոռացել ես։ Մեր Ջորջն էլ է շատ լավ երգում, իր աղբեր Արտուրն էլ համ գիտարը նվագում, համ երգում է։ Էլ մեր իշին է պետք է օտար երգիչը։ Հենա մենք մերոնցով կգնանք, ոնց որ միշտ լավ քեֆ կանենք։ Հա, ճիշտ է, մեր Տիկոն էլ է լավ երգում։ Ճիշտ է ասում։ Բա աղբերս։ Ինչ ես երգում բա։ Հա, հետո, խոստովանի, ասա, որ դու ես Կարոյին մեքենայով հարվածել, որ դու ես փորձել Մարիին առևանգել։ Հա, ես եմ արել։ Ես եմ արել։ Արել եմ, որովհետև զզվում եմ այդ Միշոյից։ Բայց չգիտեի, որ դրանով Կարոյի աչքն եմ հանելու։
Ինչի համար Էդվարդ։ Ինչի համար ես այդ ամեն ինչը արել։ Ինչ է արել քեզ Մարին։ Ինչ են արել այդ մարդիկ քեզ։ Ես ատում եմ այդ սաղին։ Սաղ սկսեց այդ Մարիից։ Զզվում եմ Միշոյից էլ, Կարոյից էլ, բոլորից զզվում եմ։ Փաստորեն դրա համար է իր փորձում Միշոյի գլխին սարքել։ Հա։ Գիտես չգիտեմ, որ Մատանիի պատմությունը քո սարքածն է։ Ես կապ չունեմ դրա հետ։ Ունես, Էդո։ Ունես։ Ճիշտ է, այդ օրը դու Կարոյենստան տեսախցիկները անջատել ես, բայց տարածքում եղել են տեսախցիկներ ու ֆիքսել են քեզ այդ տարածքում։ Հա, ես այդ տարածքում եղել եմ։ Ահա, դե պատմի այդ պլանդ ոնց ես իրագործել։ Ոնց ես գողացել, հետո տարել գցել Միքայելնես տուն, որ Սերոփը հետո գտել է։ Ալո, երո ուր ես։ Պիտի տեսնեմ եք մի հատ։ Չէ, տուն չեմ ուզում գամ երո։ Լավ գալիս եմ։ Լավ, ասենք իմացար, որ Միշոն այդ օրը գնացել է Էրիկենս տուն։ Բա հետո։ Դե իբր գնացել էի տղերքին տեսնելու։ Նենց արեցի, որ սենյակից դուրս գան, տան տեսախցիկները անջատեցի ու մտա տուն։ Լիդիայի սենյակ։ Իսկ հետո ոնց ես հաջողացրել մեղքը բարթել Միշոյի վրա։ Գիտեի, որ Միշոն այդ օրը մնալու է Էրիկենս տանը։ Իսկ Սերոփի գլխին սարքելը իմ համար մեկից մեկ է։ Անհնար է, որ քո տղեն փող չունենա։ Սաղորը աշխատում է։ Ում վրա է ծախսում, եթե հոր վրա ափսոսում է փող ծախսի։ Հենա։ Մորամոր ամեն ինչ կանի։ Ինձ է, որ որոչ մի կոպեկ չի տալիս։ Սխալ ես դաստիարակել, էլի Սերոփ։ Բայց իմ ասացի մասին լավ մտածի։ Այսօրվա ջահերներին լավ գիտեմ, հաստատ հոգեպահոստ փող կունենա պահած։ Ես իմ է, չգիտեմ։ Լավ, հասկացանք առաղ չունես։ Գոնե մի բաժակ ջուր դուր խմեմ գնամ։ Ես ատամ է դու ջան։ Կներես, որ հարազատս չեմ կարում ուրիշ բանով հյուրասիրեմ, բայց սառը ջուր կտամ։ Այդքան շատ մի նեղվի, Սերոփ, բայց արխային էլ մի եղի։ Դու լավ ման արի, հաստատ մի բան կգտնես։ Հայ դու ջան, ճիշտ ես ասում։ Դու մենակ էդ չես սարքես Սերոփի ու Միշոյի գլխին։ Ասա, որ տան վաճառքի գործում էլ է քո մատը խառը։ Ես էլ ասելու բան չունեմ։ Լավ։ Սերոփն արդեն ցուցմունք է տվել։ Այն մարդուն էլ, Լևոնին, ում միջոցով սարքել ես այդ պատմությունը, արդեն բերման ենք ենթարկել։ Ասենք թե Լևոնին գիտեմ։ Իրանք իրար մեջ առել ծախել են։ Ես ինչ կապ ունեմ, ինչ հանցանք եմ արել։ Հետ կպարզենք։ Էդո, ինչքանով կապ ունես կամ չունես։ Բա, Սերոփին թալանելու հետ էլ կապ չունես։ Մենակ չասես, որ քեզ սպասելուց չեն տարել Սերոփից փողերը։ Հասկանում ես, չէ՞, որ այսքան ասում եմ։
Ուրեմն ամեն ինչ բարձել ենք։ Սաղ սկսեց այդ Մարիից։ Առաջի օրը որ տեսա իրան, սաղ փոխվեց։ Սաղ խառնվեց իրար։ Քո վերջին հնարավորությունն է։ Ամեն ինչ խոստովանի։ Էլ փախնելու տեղ չունես։ Էլի դու սարսափելի մարդ։ Ինչ ես ուզում ինձնից, դու ինձ հետևում ես։ Ոչ, ես ընդամենը ուզում եմ իմանալ, թե դու ինչպես ես քեզ զգում։ Ֆարադեյ, ումից, բայց քեզնից նման բան չէի սպասում։ Ազնիվ խոսք, ես ոչ մի միտում չեմ ունեցել, ես ընդամենը ուզում էի քո տրամադրությունը բարձրացնել։ Շատ լավ բարձրացրեցիր։ Իսկ հիմա ինչ ես ուզում։ Կարող եմ մի հատ պարի ու երգի փառատոն կազմակերպես։ Ես ընդամենը ուզում էի ես Հա, Հովեան ջան։ Զանգել է իր բան։ Հա, զանգել է, իմացել եմ, որ ինչ-որ մարդու եք ձերբակալել։ Տեսնում եմ քո ինֆորմատորները բավական լավ են աշխատում, հա բան։ Ճիշտ գիտես։ Էդոին ձերբակալել ենք, բայց հիմա մի քիչ գլուխս խառնա։ Արի ու շուտ կզանգեմ, կխոսենք, լավ։ Լավ, կսպասեմ զանգիդ։ Բայց ինչու Էլեն, ես ընդամենը սիրում եմ քեզ։ Ոչ մի խոսք, Ֆարի։ Ոչ մի բան չասես։ Մամ, մեկը իմ համար անհասկանալի մնաց այդ պահվածքը։ Ինչ չարություններ մեջ է մտել։ Ոչ մեկս էլ չհասկացանք, Մարի ջան։ Կամ ո՞նց է կարողացել Ռեբեկային իր կեղտոտ գործերի մեջ քաշի։ Դե երեխաների խաբելն այդքան էլ բարդ չէ։ Իսկ Ռեբեկան վիրավորված է, նեղված։ Այդ պատճառով էլ հեշտությամբ ընկել է Էդոյի ցանցը։ Ուղղակի չհասկացա ես ինչ եմ արել Էդոյին։ Ինձ թվում է, եթե մարդու մեջ չարություն կա, ուրեմն իր հետ մի բան են չի։ Դե ոչ ոք էլ հենց այնպես չի չարանում, Մարի ջան։ Կյանքի իրավիճակներից ելնելով մարդիկ իրենց որոշակի կերպով են ցուցաբերում։ Ուղղակի ցանկացած քայլ անելիս պետք է լավ ծանրութ հետև անել հետևանքների մասին։ Հատկապես եթե քո քայլով կարող ես ուրիշին վնասել։ Դու այդպես ես անում, դրա համար միշտ բարի ես, չէ՞։ Այդպես մի ասա։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ սխալվում։ Անուշ, մի ժամա քեզ եմ սպասում, բարի առավոտ։ Բարև, ինչ է պատահել։ Տես, քո դասարանը ինձ իրանց քեֆին կանչել է, բայց ես չգիտեմ հետս ինչ բերեմ։ Դե լավ, ես գնամ, դուք խոսեք։ Չէ, սպասի։ Դու ասա գոնե ես ինչ բերեմ հետս։ Ես չգիտեմ, ավելովը մամայի հետ խոսեք, գնացի։ Մտածում եմ գնամ խանութ, մի հատ տորտ առնեմ, հետս բերեմ։ Տորտ? Չէ, չեմ կարծում լավ միտք է։ Իսկ պարտադիր է ինչ-որ բան տանես, չես կարող ուղղակի գալ։ Չէ, տենց ոնց կլինի։ Դատարկ ձեռքով ոչ չեմ գա։ Բայց ինչի տորտը վատ միտք է։ Այո, շատ վատ միտք է։ Որովհետև ես եմ որոշել տորտ բերել։ Ոչ չեմ կարող երկուսս էլ տորտ տանել։ Չնայած ինչու ոչ։ Ես կարող եմ վանիլային բերել, դու շոկոլադե։ Իհարկե, մրգային էլ կարա լինի, տես։ Երկու տորտ։ Բարև պապ։ Արև միշտ ջան։ Արև տղես։
Ես ինչա գնում ես։ Հա, պապ ջան, գնամ։ Բայց ես ուզում եմ երկու բառ խոսենք նոր գնաս։ Խոսենք, պապ ջան, եթե վրաս պահա, ասա նոր կգնամ։ Չէ, դե որ տենց հա գնա, կգաս հետո կխոսենք տղես։ Ասա, այ պապ ջան, ասա չեմ ուշանա։ Դե հեչ երկու նորություն ունեի, ասի հետդ կիսվեմ։ Միշտ նորություն։ Դե մեկը լավ նորություն է, իսկ մյուսը շատ ավելի լավ նորություն։ Լավ է։ Հա։ Դե ասա, որից սկսեմ։ Պապ ջան, եթե երկուսն էլ լավն են, իմ համար տարբերություն չկա, որից ուզում ես սկսի։ Լավ։ Առաջի նորությունն այն է, որ մենք կարող ենք հիպոթեկով տուն վերցնել։ Լուրջ ես ասում, պապ, հետ ո՞նց։ Հա, ցավը տանեմ։ Այն ընկերությունում, որ հիմա աշխատում եմ, շինարարական ընկերություն է, տներ է կառուցում։ Ու ասում են լավ էլ պինդ տներ է, գիտես։ Տնօրենի հետ խոսեցի, թղթերը վերցրեցի, գնացի բանկ։ Ու պարզվում է իմ աշխատավարձը թույլ է տալի, որ տղուս համար մի հատ տուն ստեղծեմ, միշտ ջան։ Ես ինչ լավ բան ես ասում, այ պապ։ Հա, ես էլ որ իմացա շատ ուրախացա։ Բալա որ էսի լավն էր, ավելի լավ է ինչ պետք է ասես։ Իսկ երկրորդ լավ նորությունը։ Ասե։ Հա, ասա։ Գնում եմ մամայիդ մոտ։ Հա, գնում եմ մամայիդ մոտ։ Լուրջ ես ասում, պապ։ Հա, ցավը տանեմ, բժշկի հետ խոսեցի, ասեց շատ մեծ դինամիկա կա դեպի լավը։ Ես էլ որոշեցի գնամ տեսնեմ իմ աչքերով։ Ու հույս ունեմ վերադառնալուց, մամայիդ հետ եմ վերադառնալու։ Պապ ջան, լուրջ եմ ասում ամեն ինչ կտայի, որ իմ ամեն առավոտ այսպես սկսեր։ Այնքան լավ բան ասացիր ու քիչ ամնում գոռամ ուրախությունից։ Է գոռա։ Ուզում ես իրար հետ գոռանք, դե։ Այ պապ ջան, իրոք ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կզգամ, եթե մաման ապակինված տուն վերադառնա։ Կվերադառնա տղես։ Այ ես տղեն խոսքա տալի, կվերադառնա։ Հաստատ կվերադառնա, ցավը տան։ Պապ ջան, միշտ ապրես շատ։ Դե գնա որ չուշանաս, գնա տղես։ Հա, թե չեմ 2 րոպե ոտս կախցեմ, հաստատ կուշանամ։ Գնամ իրիկունը կխոսանք։ Լավ ցավը տան, միշտ գնա։ Ցավը տան։ Այսօր վերջին դասը դա։ Այո։ Բա ինչ ես անտրամադիր։ Արդեն կարոտում եմ դպրոցն ու երեխաներին։ Մտածում եմ ոնց եմ դիմանալու այս 3 ամիսները։ Ես լավ առաջարկ ունեմ։ Կարաս երեխեքին մեկ-մեկ հրավիրես ձեր տուն, գրականության դաս անցկացնես, համ իրանք շատ երջանիկ կլինեն, որ ամռան արձակուրդներին կանչում ծանրաբեռնում ես իրանց, համ էլ դու կարոտից ստենց չես ներվի, էլի։ Ինչպես միշտ հումորը տանսպառը։ Իդեպ հիշում ես չէ, որ երեխաները իրենց ավարտական խնջույքին հրավիրել են։ Տենց բանը մոռանալ կլինի։ Համ հիշում եմ, համ էլ պատրաստվել եմ։ Չասես նոր փողկապ ես գնել։ Չգուշակեցիր, բայց փողկապ գնել եմ։ Բայց այդ փողկապը լրիվ ուրիշ առիթի համար է։ Սիրունս։ Իսկ երեխեքի համար ես հատուկ անակնկալ եմ պատրաստել։ Օ։ Իսկ ինչ անակնկալ եթե գաղտնիք չէ։ Գաղտնիք չի, բայց արդեն չեմ հասցնի պատմեմ, որովհետև Ռեբեկայի ու իր պապայի հետ հանդիպում ունեմ։ Ոստիկանություն եք գնալու։ Հա, Ռեբեկան որոշել է խոսել։ Շատ գովելի է։ Մեր վերջին խոսակցությունից հետո չէ էլ մտածում, որ նա այդքան կգնա։ Իրականում Էդոն լավ մանիպուլացրել է Ռեբեկային ու լավ կարողացել է օգտագործի իր ուզածին հասնելու համար։ Երևի հիմա որ գիտի Էդգարին ձերբակալել են, ավելի հանգիստ է։ Հայրն էլ տենց ասեց։ Ասեց հանգիստը արդեն ինքնավստահ է իր ազգով, որ գիտի Էդգարին բռնել է։ Ու որոշել է ամեն ինչ ոստիկանությանը պատմի։ Պարզ է։ Լավ, դե գնամ։ Ուտես հանկարծ չուշանաց խնջույքից, նվերնել չմոռանաս։ Չեմ մոռանա իմ սիրուն լաչար։
հավատացիր, որ դրա նման անասունները ամեն ինչի ընդունակ են։ Հա, հիմա դու ինչ էլ ասես, դու ճիշտ ես, ընդունում եմ սխալս։ Իսկ կլինի մի հարցում էլ սխալդ ընդունես։ Ինչ նկատի ունես։ Մարին, մամ։ Ու ի տարբերություն տենց տնական թխվածքներով եկողների, ես ուրիշ նվեր եմ ձեզ համար պատրաստել։ Ես որոշեցի, որ ձեզ պիտի գիրք նվիրեմ։ Կարագին նժդ է։ Ու կարծում եմ, այսօր շատ արդիական է։ Ես չեմ ուզում մենք թշնամիներ լինենք։ Մենք թշնամիներ չենք ու չենք էլ կարող լինել, որովհետև Երիկի մաման չի կարող իմ թշնամին լինել։ Ու հանուն Երիկի ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նույնիսկ մեր հարաբերությունները կարգավորվեն։ Ես իրոք շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ որ դու արեցիր։ Ու գուցե հետ անձամբ քեզ ասել։ Խնդրում եմ շուտ ուշքի արի։ Դու հիմա Երիկին շատ ես պետք։ Ինձ էլ։ Կներես, մամ։ Լավ, դե արի քայլենք, ես քեզ տուն կտանեմ։ Ես ուղղակի պատրաստ չեմ նորից ընտանիք կազմել։ Ես քեզ 5-ի հասկացել եմ։ Արի քայլենք։